Ուկրաինայի ժողովուրդը պետք է նոր ղեկավարություն ընտրի Ռուսաստանի հետ հուշագիրը ստորագրելու համար։ Խորհրդարանի ղեկավարը կարող է իրավաբանորեն չհամապատասխանել ստորագրողի դերին։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ իրավաբանական վարչության ղեկավարը։ Կարևոր է թե ում ստորագրությունն է փաստաթղթերի վրա, քանի որ նրանց ներկայիս ղեկավարը վաղուց կորցրել է ոչ միայն արտաքին, անգամ ներքին լեգիտիմությունը։ Էրդողանը հայտարարել է, մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում, սակայն երկրին անհրաժեշտ է նոր սահմանադրություն։ Այսքան արագ փոփոխվող աշխարհում հնարավոր է ինչ-որ բանի հասնել այնպիսի սահմանադրությամբ, որը ստեղծվել է հին Թուրքիայում հեղաշրջման պայմաններում։ Թուրքիան այլևս չի կարող առաջարժվել դեպի ապագա հեղաշրջողների կողմից գրված սահմանադրությամբ։ Հիմա մեզ անհրաժեշտ է քաղաքացիական անձանց կողմից առաջարկված սահմանադրություն, այլ ոչ թե դավադիրների։ Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են պատրաստում, Պեսկովի հայտարարությունն է։ Բոլոր կողմերը շահագրգռված են, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև գերիների փոխանակումը արագ տեղի ունենա 1000-ի դիմաց բանաձևով, ասել է Կրեմլի խոսնակը։ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև Իրանի միջուկային ծրագրի նվիրված բանակցությունների 5-րդ փուլը տեղի կունենա Հռոմում մայիսի 23-ին։ X-ի իր էջում գրել է Օմանի արտաքին գործերի նախարարը։